Ծեր զամբյուղագործը։ Շվեդական հեքիաթ։ Մի հզոր թագավոր ուներ մինուճար տղա։ Հայրը մտածում է նրան ամուսնացնել աշխարհում ամենահայտնի ու հարուստ արքայադստեր հետ, եւ որպեսզի տղան պատահաբար չսիրահարվի ցածրաստիճան աղջկա, թագավորը արքայազնին փակում է աշտարակում եւ շատ խիստ պատվիրում, որ այնտեղից ոչ մի տեղ դուրս չգնա։ Իսկ պահակներին էլ հրամայում է ոչ մի գեղեցկուհու կամ ռամիկ աղջկա թույլ չտալ դղյակին մոտ գալ։ Մի անգամ թագավորը գնում է պատերազմ, իսկ իր սպասավորին նշանակում է տղային հսկելու եւ հրամայում է աչքի լույսի պես պահպանել նրան։ Ամառ ժամանակ է լինում, շոգ օրեր, եւ արքայազնն էլ շատ է ուզում թափառել անտառում ու մարգագետիններում, ազատ օդ շնչի։ Խնդրում է նա ծեր սպասավորին կարճ ժամանակով թույլ տալ դուրս գնալ, եւ գնում է անտառ, եւ այստեղ նա շրջում է արահետներով, հիանում ծաղիկներով, ուրախանում թռչունների երգերով, եւ հանկարծ տեսնում է, որ մի աղջիկ դաշտում այծ է արածացնում։ Այդ աղջիկն այնքան գեղեցիկ է լինում, որ արքայազնն առաջին հայացքից սիրահարվում է ու որոշում նրա ձեռքը խնդրել։ Մոտենում ու ասում է. «Դու ով ես, գեղեցկուհի»։ «Ես գեղեցկուհի Մարգրիտն եմ», պատասխանում է աղջիկը։ «Արդյոք ինձ հետ չես ամուսնանա։ Ես թագավորի տղա եմ։ Ինչպես որ կասի ծերունի հայրս, դա նրա կամքն է»։ «Իսկ հայրդ որտեղ է»։ «Այստեղից հեռու չէ, անտառի տնակում»։ Արքայազնը գալիս է ծեր գյուղացու մոտ ու սկսում խնդրել նրա աղջկա ձեռքը, իսկ գյուղացին նրան պատասխանում է. «Ոչ, ձերդ ողորմածություն, իմ աղջիկը ձեր զույգը չէ, եւ ես չեմ տա իմ համաձայնությունը»։ Եվ այդպես նրա մոտից դուրս է գալիս արքայազնը, բայց հաջորդ օրը չի համբերում եւ նորից գնում է ծեր գյուղացու մոտ։ Գալիս է տեսնում, Մարգրիտը ճախարակի մոտ է նստած, իսկ հայրը աղջկա համար ուռենու շիվերից զամբյուղ է գործում։ Նորից է արքայազնը խնդրում Մարգրիտի ձեռքը, իսկ ծեր հայրը նրան ասում է. «Ոչ, ձերդ ողորմածություն, ես իմ աղջկան ձեզ չեմ տա։ Նրան հարկավոր է հասարակ աշխատավոր մարդ, որ մի որևէ արհեստ իմանա, իսկ արքայազունները բոլորն էլ անբան են»։ Դարձյալ արքայազնը գնում է ձեռնունայն, վերադառնում է դղյակ ու ծանր հիվանդանում, օրեցօր հալումաշ է լինում։ Այսպիսով թագավորը վերադառնում է ու տղային տեսնում կիսամեռ վիճակում։ Հայրը հրավիրում է ամբողջ աշխարհի ամենախելացի բժիշկներին։ Բժիշկները քննում են արքայազնին ու թագավորին ասում. «Եթե ձեր որդին չամուսնանա այն աղջկա հետ, որն իրեն դուր է եկել, ապա նա երկար չի ապրի»։ Դե, ինչ կարող էին անել։ Թագավորը ստիպված է լինում կոտրել իր գոռոզությունը եւ գնում է անտառի տնակը, գեղեցկուհի Մարգրիտի ձեռքը խնդրելու։ Իսկ գեղջուկը ոչ մի կերպ չի համաձայնում։ Թագավորը սկսում է լալով աղերսել, պատմում է, որ տղան մաշվում է հիվանդությունից։ Միայն այդ ժամանակ է գեղջուկն իր համաձայնությունը տալիս, բայց միայն այն պայմանով, որ արքայազնը սովորի իր արհեստը։ Իսկ այդ գեղջուկը հայտնի է լինում որպես հմուտ զամբյուղագործ, որը ուռենու շիվերից զամբյուղներ է գործում, եւ ամբողջ թագավորությունում նրանից լավ վարպետ չի լինում։ Թագավորը ստիպված այստեղ էլ համաձայնում է։ Արքայազնը նշանվում է Մարգրիտի հետ եւ սկսում է ամեն օր անտառի տնակ կայցելել։ Նա ջանասիրությամբ սովորում է այդ արհեստը եւ ընդմիջումների ժամանակ մեկ-մեկ էլ պատահում է, որ մի երկու խոսք է փոխանակում հարսնացուի հետ։ Եվ շուտով նա այնպիսի վարպետությամբ է զամբյուղներ գործում, որ ինքը զամբյուղագործը արդեն դժվարանում է նրա հետ մրցել։ Շուտով արդեն մոտենում է հարսանիքի օրը։ Մեծ հարսանիք է լինում, ինչպիսի մեծանուն հյուրեր ասես, որ թագավորը չի հրավիրում իր դղյակը։ Էլ կոմսեր ու դուքսեր, էլ իշխաններ, բոլորը մետաքս ու թավիշ հագած, մարգարիտներ շարած, գալիս են դղյակ։ Եվ բոլորն էլ շատ հարուստ նվերներ են բերում հարս ու փեսային։ Բայց հարսանիքում բոլորից գեղեցիկը լինում են թագավորի տղան ու նրա երիտասարդ հարսնացուն։
Հանկարծ ուրախության կեսին հայտնվում է բոլորին անծանոթ մի նավապետ։ Նախկինում ոչ ոք նրա մասին լսած չկար։ Միայն գիտեին, որ նա գնացել է հեռավոր նավարկության ու շատ հարստացել է։ Նավապետը փեսացուի ու հարսնացուի ոտքերի տակ շաղ է տալիս օտարերկրյա չտեսնված զարդեր, բնագույն քարեր ու խոնարհաբար ասում է. «Ես բազում ծովեր եմ կտրել։ Հեռու երկրից եկել ու խնդրում եմ արքայազնին ու արքադստերը շնոր անեն իմ նավը գալ։ Այնտեղ արդեն ամեն ինչ պատրաստ է խնջույքի համար»։ Երիտասարդները նավապետի հետ միասին գնում են նավ, մտնում են նրա հարուստ կահավորված նավասենյակը և նստում են քեֆ անելու։ Իսկ երբ հասնում է տուն գնալու ժամանակը, դուրս են գալիս տախտակամած և ինչ տեսնում։ Նավը բոլոր առագաստները պարզած գնում է բաց ծով։ Այստեղ չարախնդորեն ծիծաղում է նավապետն ու ասում. «Հիմա դուք իմ ձեռքերում եք։ Ես կհրամայեմ, որ արքայազնին խեղդեն ծովում և ինքս կամուսնանամ քո հետ»։ Իսկ այդ նավապետը ահավոր ծովահեն է լինում։ Մարդասպան։ Աղջիկը դուր էր եկել նրան։ Դրա համար էլ նա երիտասարդ զույգին գայթակղելով բերել էր իր ավազակային նավը ու որոշել արքայազնին ոչնչացնել։ Այստեղ աղջիկը դառն արցունք է թափում, ծունկ է չոքում մարդասպանի առաջ ու խնդրում, որ իրեն խնայի նաև արքայազնին։ «Լավ», ասում է ավազակը, «ես բարի մարդ եմ, արքայազնին չեմ խեղդի, այլ կկապեմ տախտակի վրա ու կնետեմ ծովը, թող այնտեղ իր բախտից գանգատվի»։ Արքայազնին պարաններով կապում են մի տախտակին ու նետում ջուրը։ Նավը հեռանում է, իսկ արքայազնը մնում բաց ծովում։ Երկար ժամանակ տախտակը լողում է ալիքների վրա, և վերջապես ալիքները տախտակը նետում են ինչ-որ մի ափ, իսկ այդ ափին խղճուկ տնակ է լինում։ Այդ տնակում ապրում է աղքատ մի պառավ։ Պառավն արքայազնին տանում է իր տնակը, խնամում ու հարազատ որդու պես սիրում նրան։ Նրանք ապրում են միասին շատ երկար։ Արքայազնը զամբյուղներ է գործում, իսկ պառավը տանում է քաղաք ու շուկայում վաճառում դրանք։ Եվ այդպես ապրում են։ Մի անգամ էլ պառավը զամբյուղները տանում է հարուստ թաղամասում վաճառելու, իսկ այնտեղ ապրում էր այն նույն ծովահենը արքայազնի կնոջ հետ, և արդեն ամեն ինչ պատրաստ էր հարսանիքի համար։ Աղջիկը տեսնում է, որ պառավը զամբյուղներ է բերում, ծանր հառաչում ու ասում է. «Այսպիսի զամբյուղներ ամբողջ աշխարհում 2 հոգի կարող են գործել, հայրս և ամուսինս։ Հայրս իհարկե կենդանի է, բայց ամուսնուս ծովահենը խեղդեց ծովում։ Տատիկ, ասա խնդրեմ, որտեղից են քեզ մոտ այդ զամբյուղները»։ Այստեղ պառավն ամեն ինչ պատմում է նրան։ Աղջիկը գլխի է ընկնում, որ ամուսինը մահից փրկվել է, բայց ոչինչ ցույց չի տալիս։ Հետո պառավին ասում է. «Խնդրիր քո որդեգրին վաղը թող հարսանիքի գա»։ Ահա և հարսանիքի օրն է։ Շատ անվանի հյուրեր են գալիս ծովահենի մոտ։ Գալիս է և թագավորը, որպեսզի շնորհավորի նրանց։ Ոչ մեկի մտքով չի անցնում, որ նա ծովահեն է։ Բոլորը կարծում են, որ նա ազնիվ նավապետ է։ Եվ արքայազնն էլ է գալիս։ Միայն թե գալիս է մուրացկանի հագուստով, իսկ ծովահենը նրան անգամ չի էլ ճանաչում։ Եվ հենց որ սկսվում է պսակադրությունը, հյուրերը տեսնում են, որ հարսնացուն ինչ-որ տխուր է։ Պաստորի հարցերին նա չի պատասխանում։ Միայն ծանր հառաչում է։ Այստեղ թագավորը գլխի է ընկնում, որ ինչ-որ բան կարգին չէ, և աղջկան հարցնում է. «Ես տեսնում եմ, որ գեղեցկուհի հարսնացուն ինչ-որ տխուր է։ Սիրտդ բաց արա, ասա ինչ կա քո հոգում»։ Իսկ արքայազնի կինը նրան պատասխանում է. «Ես ձեզ կպատմեմ մի պատմություն։ Հեռավոր թագավորությունում մի երիտասարդ արքայազն սիրում է մի գեղեցկուհու, և նրանք նշանվում են։ Իսկ մարդասպան ծովահենը խաբելով նրանց տանում է իր նավը ու տանում դեպի բաց ծով։ Արքայազնին նա նետում է ալիքների մեջ, իսկ ինքը որոշում բռնությամբ ամուսնանալ ուրիշի կնոջ հետ։ Ասացեք ձերդ մեծություն, ինչպես կպատժեիք դուք այդպիսի ոճրագործին»։
Ես նրան ցից կհանեի ու կհրամայեի, որ գլուխը կտրեն, ասում է թագավորը։ Այն ժամանակ աղջիկը ցույց է տալիս նավապետին ու ասում. Ահա նա, ծովահենը։ Իսկ այ այնտեղ կանգնած է իմ ամուսինը, ով հրաշքով է փրկվել։ Բռնում է արքայազնի ձեռքից ու դուրս բերում դահլիճ։ Իսկ ծովահենը դառնում է պատի ծեպ, ոտքերն ու ձեռքերը սկսում են դողալ, գթություն է աղերսում, բայց նրան ոչինչ չի օգնում։ Պահակները բռնում են նրան, ցից հանում և ապա կտրում գլուխը։ Իսկ արքայազնն ու իր կինը հրաժեշտ են տալիս թագավորին ու գնում իրենց տուն։ Այն ժամանակվանից նրանք ապրում են համերաշխ ու երջանիկ։ Ոչ մի օր նրանք չեն բաժանվում։ Իսկ աղջկա հայրը ծերունի զամբյուղագործը մեծ հարգանք է վայելում։ Չէ՞ որ եթե ծերուկը արքայազնին չսովորեցներ իր արհեստը, թերևս աղջիկն այդպես էլ երբեք չհանդիպեր ու չտեսներ իր ամուսնուն։